Այսօր ուզում եմ խոսել մեր երկրի համար ամենակարևոր ոլորտներից մեկի գյուղատնտեսության մասին։ Հայաստանը դարերով եղել է հողագործների, այգեգործների ու անասնապահների երկիր, բայց այսօր ցավոք մեր գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Առաջին խնդիրը հողի անմշակ մնալն է։ Շատ գյուղերում մարդիկ լքում են հայրենի հողը, քանի որ գյուղատնտեսությունից եկամուտը քիչ է, իսկ աշխատանքը ծանր, բայց այդ սերմերի ու պարարտանյութերի գները շատ բարձր են, իսկ տեխնիկան հին ու անարդյունավետ։ Գյուղացին չի կարողանում իր բերքը վաճառել արդար գնով։ Ամեն տարի տեսնում են գյուղացին լցնում է լոլիկը, խնձորը կամ կարտոֆիլը գետնին, որովհետև գնորդ չկա, կամ գինը այնքան ցածր է, որ ձեռնտու չի անգամ հավաքելը։ Անասնապահության մեջ խնդիրները ևս շատ են։ Կենդանիների կերը թանկ է, իսկ մսի ու կաթի գինը գյուղացուն շահ չի բերում։ Արդյունքում գյուղացին ստիպված է կրճատել տնտեսությունը կամ լքել գյուղը, եւ ամենակարևորը ոռոգման ջրի հարցը։ Բազմաթիվ գյուղեր ամիսներով ջուր չեն ստանում կամ ստանում են մեծ կորուստներով։ Առանց ջրի գյուղատնտեսությունը պարզապես չի կարող գոյատևել։ Հայաստանի հողը բերի է, ժողովուրդը աշխատասեր։ Պետք է պարզապես ճիշտ քաղաքականություն, որպեսզի գյուղացին կարողանա աշխատել, հպարտանա իր աշխատանքով ու ապրի իր արժանապատիվ կյանքով։